Բարի օր սիրելի հետևորդներ, նախորդ տեսանյութի շարունակությունն է, նույն օրն է, անցնում եմ փողոցը եւ գնում եմ դեպի լուսնաձև շենքը, որտեղ պիտի հանդիպում ունենամ, արդեն եկել եմ, տարածքը ուսումնասիրում եմ, ես արդեն չի ժամանակին մոտեցել եմ, սպասում եմ, որը երևի ինքն է կմոտենա, ուշանալու բնավորություն չունի, ուրիշ քաղաքից է գալու, այնպես որ սպասենք անակնկալների, ահա արդեն եկել է և տեսնում է ես չեմ երևում և ինձ է զանգում, դե գուշակեք ով է, Սահականուշը, եկանք Արցախ պուրակի այս սրճարանը, ամեն ինչ շատ լավ էր, մինչ այս ծննդյան պահի նշելը, որը մեզ կարծես թե խանգարեց, բարևում է ձեզ Սահականուշը և ես, այստեղ շատ աղմուկ է, շատ չեն կարող խոսել, Բարև ձեզ, մենք վերջապես հանդիպեցինք, շատ ուրախալի հանդիպում էր և շատ հաճելի սպասված, շատ հաճելի է ժողովուրդ ջան, եթե շատ չեք ճանաչում Սահականուշի, ինքն էլ ունի ալիք Սահականուշի խոհանոցում, կտեղադրենք լինքը, կարող եք մտնել նայել, համեցեք Սահականուշի խոհանոց, այո, Սահականուշը անկում է Ստեփանավարում, հատուկ ինձ համար եկել է Վանաձոր, անցած տարի երի տեսանյութ ունեմ, կդնեմ կնայեք, Երևան է եկել, Երևանում հանդիպեցինք, այնպես որ սիրելիներս, մենք դեռ միասին ենք, վայելում ենք մեր օրը, հետո էլի կմիանանք, Ցտեսություն, առայժմ, Ես շատ երջանիկ եմ, որ ճանաչում եմ Սահականուշին, մենք սրճարանում բավականին լավ ժամանակ անցկացրեցինք, որից հետո էլ եկանք Տաշիր պիցցա, մի փոքրիկ էսպես սնվելուր, ուղղակի հաճելի է, չենք ուզում, որ իրարից բաժանվենք, գաղտնի նկարահանում եմ Սահականուշին, ինքը շատ լավ, բարի, լավ, արտակարգ մարդ է, տեսեք ինչ շքեղ նվեր է ինձ բերել, իհարկե չի մոռացել մասրամածունը, ինչպես նաև պանդայի չիրը, Շնորհակալ եմ իմ հարազատ քույրիկ, սիրելիս, արդեն հաջորդ օրն է և ես խոստացել եմ իմ Գյումրիի ապրող հետևորդներին գնալ Գյումրի, նկարահանել այն ամեն ինչը հնարավոր է, որպեսզի մի փոքր փարատվի գյումրեցիների կարոտը, տեսեք ինչ շքեղ տեսարան է բացվում մեր առջև, ամենուր աշունը իր դերի մեջ է, ոսկեզօծ գույներով, Գյումրիին մոտ կանգ առանք, հիմա կիմանաք որտեղ ենք մենք, Բարի լույս սիրելի հետևորդներ, գնում ենք Գյումրի, Գյումրին ուսումնասիրելու տեսնելու, երեկ էլ դե գիտեք արդեն հանդիպեցի Սահականուշի հետ, Սահականուշը գյումրեցի, դրա համար էլ հենց Գյումրի գնացինք, ճանապարհին իջել ենք Եղեռնի ձորի մոտ, շատ հետաքրքիր տեղ է, հիմա ցույց կտամ ձեզ, եթե չեք եղել երբևէ, կարող եք այցելել զարմանալ, օրինակ այս հատվածում ես երբեք չէի եղել, ու շատ հետաքրքիր է, մենք ունենք մեզ հետ գիդ, որը պատմում, բացատրում, մանրամասն ներկայացնում է, հիմա մոտենանք այդտեղ բավականին հուշարձաններ կան, կարճ ասած, այսօրվա տեսանյութը ամբողջությամբ նվիրում ենք Գյումրիին, այս տարածքներին, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ ենք, տեղեր ենք բացահայտում, քույրիկիս հետ եմ փոքր, այդպես գնանք, միած սենց Ամեն անգամ հպարտանում եմ իմ հայրենակիցներով, ովքեր իրենց կամավոր սկզբունքով կատարում են նման տիպի աշխատանքներ, այս պարագայում քանդակագործությամբ, նման շքեղ ձևով, հիմա կկարդանք ով է, մի բարի մարդ իր կամքով ստեղծել է նման հրաշք քանդակներ, որ նվիրված է տարբեր տարիների, տարբեր առիթներին, ուրեմն էստեղ էլ հետաքրքիր էր, որ այս քարերը կպցնում են, չէ, երազանքդ կատարվում է, ամենտեղ տարբեր է կիսանդրիներ և ընդհանուր արձաններ, ահա և Վազգեն առաջինի կիսանդրին է էստեղ, այնտեղ 2016-ի զոհերի, էստեղ տեսեք մեր ֆիդայիններին էր, Ֆրունզիկ Մկրտչյան, Ֆլորա Մարտիրոսյան, ամեն մեկինը յուրահատուկ ձևով ներկայացված է Գալյանովենցին, տեսեք Ազատ Գասպարյանի հիշատակին,
Այստեղ էլ արծիվներ Անդրանիկի հիշատակին եւ 15-ից 2015 Եղեռնի հարյուրամյակի հուշակոթողն է, տեսեք ովքեր են, որ եղբայրների կողմից են, հիանալի է, տեսեք արդեն խոսքերն ավելորդ են, այստեղից բարձրանում ենք մի փոքր վերև, ահա այն հուշաղբյուրը եւ այս ամբողջը ինչն է Եղեռնի ձորն է, այստեղ են ջարդել հայերին, այս տարիներին ահավոր բաներ են կատարվել այս ձորում եւ արդեն այստեղ տեսեք իրենց հիշատակին ինչ արձաններ, ինչ հուշակոթողներ են կառուցվել, տխուր է, շատ դաժան է իրականությունը եւ փաստերը արդեն գրված են, տեսեք ջարդարանների ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր է, ահա այսը հետաքրքիր, որտեղ որ արձանի վրա մոտիկից նայեցինք եւ տեսանք, որ 7 թիվը նշված էր ամենուր բոլոր քանդակներում։ Ինչքան երազանքներ ու նպատակներ գործեր մնացին կիսատ, ահա որ է, տեսեք քանդակի վրա 7 հատ խաչ էր, կարճ ասած 7 թիվը դա սիմվոլիկ թիվ է, հայերի համար շատ կարևոր թիվ է համարվում եւ այսպես սիրելի հետևորդներ, մենք արդեն Գյումրիում ենք, Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում, երբեմն գյումրեցիներ նկատակով ասում են, չէ, հայրաքաղաքում։ Հայրաքաղաքում մենք կորոշենք, պլան ենք կազմել, արդեն որոշել ենք ավելի ճիշտ, թե ուր կարելի է այցելել։ Բնականաբար թանգարաններ, առանց թանգարանի հնարավոր չէ, եւ այսպես քաղաքի տարբեր փողոցներում դուք կտեսնեք ձեզ ծանոթ շենքեր միգուցե, ինչու՞ չէ նաև ծանոթ փողոցներ, կգրեք մեկնաբանություններում, սիրելի գյումրեցիներ, որ տարածքներ ձեզ հոգեհարազատ, միգուցե այդ տարածքում, այդ փողոցում, այդ հատվածում ձեր տունն է եղել։ Գյումրին աչքի է ընկնում իր գեղեցիկ ճարտարապետական շենքերով, հատկապես սև քարն է այստեղ գերիշխում եւ հիասքանչ շինություններով։ Ահա եւ հասանք այս հատվածը։ Հիմա պատտվենք, կայանենք մեքենան եւ գնանք արդեն թանգարաններ։ Առավոտ շուտ է, կերամիկայի այս թանգարանն ենք ուզում մտնել, հեռախոսի համար են թողել եւ մի քանի աստիճան վերև էլ գտնվում է Մհեր Մկրտչյանի թանգարանը։ Զանգեցինք, ահա ընդհանուր տեսքը, շուտով կգա այդ աղջիկը Աննան եւ կբացի թանգարանի դուռը։ Երկրաշարժին է եկել որպես բժիշկ ու մնացել եմ։ Ահա։ Տեսել եմ, հա։ Բայց սա իր աշխատանքներն են, չէ, ինքը։ Հա, հա։ Շատ հետաքրքիր։ Առաջինը բացեց Սպիտակում անապահով ընտանիքի երեխաների համար։ Այո։ Հետո երբ կոնսուլ դարձավ Գյումրիում, Իտալիայի կառավարությունը իրեն նշանակեց կոնսուլ Գյումրիում, ինքը տեղափոխվեց Գյումրի, նույն դպրոցից բացեց Գյումրիում։ Հիմա ինչ է թանգարանը այս տեսքով էլի, որ զանգով է այդ ասեն, մենք Գորիսի Հարթաշեն գյուղում բացում ենք նույն կերամիկայի դպրոցից։ Այնտեղ սովորում են, աշխատում են Արցախից տեղված երեխեքը։ Լիարժեք չի գործում թանգարանը, բայց այդպես են կարել, որ հասույթը գնում է իրենց, այսինքն դուք հիմա ես այս տոմս չեմ տալու դուք։ Լավ, եթե տեղը հասնելու շատ լավ միջոցառ։ Հետևեք Facebook-յան էջին։ Ահա, չէ։ Հա։ Եթե ծանոթանաք, արդեն կասկածի հաստատ։ Հա, շատ լավ միջոցառում է։ Սա է պատմամշակութային շենք է եղել էլի Գյումրիում, գյումրեցիների Խաշխանի շենք է կոչվել։ Խաշխանի։ Հաշ է տվել, ոնց որ այս թունելը մեջ եղել է, որ մոնտակում գնել է, իր հատակը եղել է սպիտակեցրած չափել, հետո որ նկարներով բանն այլ է, հասկացել է, որ պոլը ներքև է, փորի ընթացքում գտել են այդ թոնիրը։ Հետաքրքիր է, չէ՞։ Սիրում եմ կերամիկա ու հայկական։ Վաու։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ամեն ինչ լսեցիք, ես որոշ բաներ վերհիշեցի, որ Սպիտակի մասին ինքը նշեց եւ շատ բաներ արդեն մտաբերեցի։
Այստեղ ամբողջը Չյոթայանն է, Չյոթայան գիտեք երեք Կոմիտասի ծննդավայրի հայտնի կերամիկայի դպրոցն է, որ հայերը առաջին անգամ արել են կերամիկա։ Այս սափորը, եթե ուշադրություն դարձնենք, ինքը կոչվում է Կոմիտասի սափոր, Կոմիտասի թանգարանում կա, պահված Երևանի թանգարանում, Կոմիտասի մայրն է նվիրել։ Եթե հիշում եք, Մելիք քաղաքի թանգարանում կերամիկայի մեծ բաժին կար եւ ես ձեզ ցուցադրել եմ։ Հիմա նայում եմ ու ասում եմ, ինչքան լավն է նաեւ մեր հայկական կերամիկան եւ ինչքան զարգացած է եղել, սա նշեց այս աղջիկը, որ 18-րդ դարից այսպես զարգացած եղել է նաեւ հայկական կերամիկան։ Ինչեւ է շատ դուր եկավ մեզ, տեսեք, ամեն մանրամասնություն նաև նկարված, վերատպված, թե սափորների վրա, սա էլ Կոմիտասի արձանն է, եւ թե ամանների, ափսեների, ամեն ինչի վրա, շատ գեղեցիկ էր, շատ հետաքրքիր էր, հատկապես որ Խաշխանում էր սա վերաբացվել, ահա եւ մեր կողմից այդ բարեգործությունը 2000 դրամ, որը գնալու էր Արցախի երեխաների ֆոնդին, ահա եւ Անտոնիո Մոնտալտոն, ով եղել է նաեւ Սպիտակում եւ ես այդ ամենը վերհիշեցի։ Շնորհակալություն, գնանք Մհեր Մկրտչյանի թանգարանը։ Բարձրացել են երկրորդ հարկ, այստեղ ցավոք չի թույլատրվում նկարահանել։ Չնայած մեզ թողեց տնորենը մի փոքրիկ այս հատվածը նկարելու եւ մենք այստեղ նկարվեցինք նաեւ Մհեր Մկրտչյանի հետ այդ հին ֆիլմից հատվածը կա եւ այսքանը այս թանգարանից որևէ բան այլևս չեմ կարող ձեզ ցուցադրել, ցավոք չէր թույլատրվում նկարել եւ արդեն դուրս եկանք, առաջ են գնում, տեսեք ինչ հետաքրքիր ցայտաղբյուր է, նայեք, տեսեք որտեղ են գտնվում, ինչեւ ես ձեզ կասեմ, երևի թե արդեն գյումրեցիները կռահեցին, գնում ենք հիմա էլ Ավետիք Իսահակյանի թանգարանը, տուն թանգարանը, իսկ այնտեղ Մհեր Մկրտչյանին էլի այդտեղ ապրել է ինքը մի որոշ ժամանակ, դրա համար էլ իր տուն թանգարանն էլ այնտեղ էր, հետաքրքիր մանրամասներ պատմեցին մեզ, առանձին մի օր ես կասեմ ինչ լսեցի, որ չէի լսել, տեսեք ինչքան լավ են բացվել ծաղիկները, ինչքան մաքուր է ամեն օր եւ շատ հաճելի է, գնանք տոմս առնենք, տոմսի արժեքը 700 դրամ է, եթե գիտեք ուզում, գիտնել արժե 1000 դրամ, ահա տեսեք այս տանը ծնվել է, ություն է ապրել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, սա էլ իր օրորոցն է սիրելիներս, սա էլ արդեն ավելուկն է, հին տուն է, բայց հետաքրքիր կահ-կարասիով, շատ ավելի լավ տուն է, քան պատկերացրեք Հովհաննես Թումանյանի, չէ, տունը, որ եղել ենք թանգարանում, Դսեղում, այդտեղ, իսկ Երևանինը արդեն ուրիշն է, նա տուն թանգարան չէր, ահա իր անձնական իրերից եւ ընդհանրապես իր գրքերից հատվածներ, այստեղ էլ Գյումրին պստի քաղաք է, բայց միջի մարտը մեծ հոգի ունի, հետաքրքիր էր, դուրս են գալիս, տեսեք ինչ հսկա շենք է, տուն է երևի մասնավոր եւ էլի սև քարից, առանձնանում են սև քարերը։ Սիրելիներս ամենակարևոր բանը, որ եղանակը շատ լավն է, ցույց էր տալի, որ ցուրտ պիտի լինի, հիմա շատ արևոտ է Գյումրիում, որը ավելի բարձրացրեց բնականաբար իմ տրամադրությունը եւ այսպես թանգարաններ նայելով, պտտվելով, հաճելի այսպես հին շենքերի մոտով քայլելով վայելում ենք Գյումրին, սիրելիներս, շատ հետաքրքիր է ամեն ինչ, անկեղծ ասած ես չէի էլ մտել ես Ավետիք Իսահակյանի թանգարանը, ներող կլինեք գյումրեցիներ ջան, Ֆրունզինը մտել է, բայց մի քիչ ձևափոխություններ էին արել, այդ կինն էլ ասեց, որ այո տարբերություն կա, վատը նայել, որ թույլ չէին տալիս նկարելու, բայց դե նկարեցինք, հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրենին, Շողիկին, ով առանց զլանալու բացատրեց, ներկայացրեց ամեն ինչ շատ գեղեցիկ էր,
Շատ հետաքրքիր մատուցման ձև ուներ մեր հարգելի տնօրենը Տիկին Շողիկը։ Մենք հիմա Վարպետանց փողոցում ենք, նախկինում այս կոչվել է Ռուսթավելի փողոց, սակայն վերջին ժամանակներում այս անունը կարծես թե ավելի է խորհրդանշում այս փողոցի կարևորությունը, քանի որ այստեղ կան մի քանի թանգարաններ, դուք արդեն տեսաք, որ ինչքան մոտ էին, եւ մեկ ուրիշ փաստի հիման վրա այս փողոցում են ապրել բազմաթիվ արհեստավորներ, վարպետ, եթե փորձում ենք հայերենով հասկանալ, կոչվում է նաև արհեստավոր, այսինքն այստեղ այս փողոցում 100-ից ավել այն ժամանակներում դեռ արհեստավորներ են ապրել եւ այս փողոցի յուրահատկությունը շեշտելու ավելի ճոխացնելու ինչի՞ չէ ավելի գրավելու համար անվանումը փոխել են Վարպետաց փողոց են դրել եւ որն էլ արդեն շատ հետաքրքիր անվանում է ստացել։ Մենք հիմա մտանք Շիրազի թանգարանը, բայց ուզում եմ ձեզ ասել, որ մուտքի մոտ մի շատ հետաքրքիր կին էր նստած, ով 50 տարի դասավանդել էր դպրոցում եւ տարբեր բուհերում, շատ հետաքրքիր էր, ծանոթացանք, զրուցեցինք եւ զարմանալին նա է, որ ինքն էլ ինձ է ասում դուք մանկավարժ եք։ Կարճ ասած, տեսեք Տոհմածառն է Շիրազի, իր մայրաքաղաքներով, դե բնականաբար գիտեք, որ իր երեխաների անուններն է զուտ հայկական անուններ է ընտրել եւ այսպիսի հետաքրքիր թանգարանում են գտնվում, հիացել ենք միշտ Շիրազի հայրենասիրությամբ եւ տեսեք, թե որտեղ է նա ծնվել։ Սա էլ նրա գրասեղանն է։ Լավ է, որ այստեղ գոնե թույլ տվեցին մի քանի կադրեր նկարել, շնորհակալ ենք։ Շիրազի թանգարանի մուտքի արժեքը նույնն էր ինչ որ Իսահակյանում, փաստորեն բոլոր տեղերում 700 դրամ է մեկ անձի համար, նախատեսված եւ 1000 դրամ գիտ, եթե փորձում եք վարձել։ Ավելի մեծ է Շիրազի թանգարանը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մուտքի մոտ, այն արձանի մոտ մի շատ հետաքրքիր կին էր նստել, ով 50 տարվա մանկավարժ էր, դասախոս էր եւ շատ հաճելի անձնավորություն զրուցեցինք եւ զրույցից անմիջապես հետո ինձ ասում է դուք եք մանկավարժ, զգացի որ մանկավարժ եք, ծիծաղեցինք։ Կարճ ասած, սա էլ Շիրազի նկարներն են եւ նրա որդին, դուք գիտեք, Արա Շիրազը քանդակագործ էր, ով ցավոք այլևս մեր հետ չէ եւ ահա այս հատվածն էլ նվիրել էին նրա որդուն Արա Շիրազին։ Նվիրված աշխատանքներ կային նաև Եղեռնի հիշատակին, նաև երկրաշարժի զոհերի հիշատակին եւ ամեն ինչին, ինչը որ մտահղացում է տվել, այդ շատ լավ իհարկե քանդակագործին։ Դե բարձրաձայն չենք խոսում, որովհետև այստեղ խոսում են, խումբ կա, գիդը բացատրում է, պարզապես ես ուզում եմ անմահանալ Շիրազի թանգարանում, սիրելիներս, կանչում եմ քույրիկիս։ Չգիտեմ ձեզ համար ինչպես է, դուք կարող եք գրել մեկնաբանություններում, բայց ես որ Շիրազ եմ ասում, հասկանում եմ Եղեռնը, երբ Եղեռն եմ ասում, հասկանում եմ Շիրազին, երբ մորն այդքան գովերքելուց հետո կարելի է միայն հպարտանալ, որ մենք ունենք նման արվեստագետ, ով պաշտել է մորը եւ իր հայրենիքը, շատ հայրենասեր մարդ, ով մեծ ժառանգություն թողեց իր հայրենիքին, Հայաստանին, հայ բնակչությանը, հայերին բոլորին իր գրվածքները, սրանք էլ երկու դեմքեր են, տեսեք, կարծես թե ամաններ են, ջերիսափորներ էին, բայց դեմքեր էին, ահա եւ երկրաշարժի քանդակն է, այս սրահը, նորից եմ հիշեցնում, Արա Շիրազին էր, սա էլ արդեն թանգարանից դուրս, այսպես անկյուն է, երևի Շիրազենց հին իրերն են, որ այսպես գեղեցիկ ձևավորել են, բայց կարծում եմ այստեղ նաև հավաքույթի տեղ է զրուցելու։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրակ, մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, դուք հողմերի պես ոռնացիք վայրակ, բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես
կչքվեք վայրակ 41 թվին է գրել Հովանես Շիրազ այս էքսպրոմտը։ Միշտ սիրել եմ Շիրազի այս էքսպրոմտը, դուրս գալուց հետո էլ ահա այս փողոցում ենք։ Դե գուշակեք, իմացեք, գնում ենք դեպի 7 վերք եկեղեցին, սիրելիներս։ Գյումրի նախկին անունը եղել է Կումայրի, և Կումայրին հզոր վերելք է ապրել 18-րդ դարում, երբ մարդիկ որոշեցին, որ կարելի է նաև կառուցել եկեղեցի, շատ մեծ եկեղեցի, նվիրված Մարիամ Աստվածածնին, և արդեն կառուցվեց սև տուֆից, ես ասեցի չէ, սև քարն է Գյումրիին հատուկ, ամենտեղ շինությունները կարևոր հին, այդպես բոլորը սև տուֆից են, ահա այստեղ էլ գրված է 7 վերք, փաստորեն 7 թիվը, որ միշտ շեշտում ենք, ես կապում եմ հենց Մարիամ Աստվածածնի 7 վերքերի հետ, որ նա ստացել է Հիսուսի կյանքի օրոք։ Մտնենք այս 7 վերք եկեղեցին մոմ վառենք և էլի շարունակենք մեր զբոսանքը Գյումրի քաղաքում։ Տեսնում եք, չէ, արդեն հանել են կոպկաները, լավ շոկ է։ 7 թիվը հայկական պատմության մեջ շատ կարևոր տեղ է գրավում և շատ ասելիքներ, հրաշալիքներ կան 7 թվի հետ կապված։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հենց 7 թիվը հենց այդտեղից էլ երևի թե առաջացել է։ Ինձ համար Գյումրին բացահայտում էր նման գեղեցիկ վերանորոգված տեսնելուց հետո, քանի որ վերջին տարիներին դե ես բացակայել եմ Հայաստանից և չեմ եղել այստեղ 2014 թվականից հետո։ Եկեղեցու ճարտարապետի անունը ստույգ հայտնի չէ, գործող եկեղեցի է, բնականաբար ավերվել է երկրաշարժի ժամանակ 1988-ին, բայց վերջնականապես վերանորոգվել է 2000-ականներին։ Սա ամենամեծ սրբատեղին է գյումրեցիների համար, հələ տեսեք դրոնը ոնց անցավ։ Եկեղեցու ոճը ռուս բյուզանդական ոճի է, անմիջապես զգացվում է հենց այդ կապույտ գույնը դեղինի հետ և հայկական ճարտարապետության հետ խառնված է, տարբերվող է, անմիջապես աչք է գրավում և սա ամենամեծ սրբատեղին է Գյումրի քաղաքի, գործող եկեղեցի է բնականաբար։ Եկեղեցին սկսել են կառուցել 1874 թվականին և այն ավարտել են 1886 թվականին, փաստորեն տեղի հայ համայնքի և առևտրականների նվիրատվությունով է ստեղծվել այս եկեղեցու շինարարությունը։ Ես էլ դեմ մոմեր վառեցի և խնդրում եմ, որ Աստված ների մեր մեղքերը և կատարի մեր ցանկությունները։ Շատ գեղեցիկ է, այս հատվածում էլ բոլոր սրբերին էր, առանձին աղոթքատեղեր կային փոքրիկ, այնտեղում տեսակ Հիսուս Քրիստոսն էր, այստեղ էլ արդեն ուրիշ ձև է և արդեն շատեր այստեղ մոտենում, համբուրում են խաչը, իրենք էլ Աստծուց խնդրում, իրենց ցանկությունների կատարում։ Հետաքրքիր է, ամեն դեպքում տարբերվող ոճ է։ Գյումրի գազ, պոնչիկ, մոնչիկ, չմտնես, չվայելես Գյումրիի պոնչիկը, որ այնքան մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, բոլոր տուրիստները գալիս են զուտ այդտեղ։ Իհարկե մի քանի կարծեմ սրճարան կա, կոնկրետ երկուսը ես գիտեմ, մենք այս հատվածով գնում ենք դեպի այգի, այգում տեղավորված պոնչիկ-մոնչիկ սրճարանը և ավելի շատ այդտեղ գնում ենք, որպեսզի տեսնեմ նաև իմ հարևանին, ով այդտեղ մենեջեր է աշխատում և վաղուց ապրում է Գյումրիում, իմ հարևանի տղան է, կարոտս կառնեմ, մի լավ կզրուցենք և նաև պոնչիկ ուտենք, համ էլ կտեսնենք, թե ինչ կա։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, դե եղանակը մեր բախտից շատ լավ է
եւ արդեն մարդիկ այստեղ զբոսնում են։ Հենց Գյումրին ինձ դուր եկավ այդ առանձնահատկությամբ, որ նորից եմ շեշտում, որ ուրիշ անելիք էլ չունենաս, կարող ես պարզապես քայլել քաղաքով եւ հիանալ, կան շատ սրճարաններ, շատ հետաքրքիր է ամեն ինչ, վերանորոգման աշխատանքներ են մի շարք տեղերում գնում եւ այսպես ինչը որ հետաքրքիր է, ինչը որ գեղեցիկ է, աշխատում եմ նկարել եւ ձեզ էլ ներկայացնել, մասնակիցը դարձնել իմ զբոսանքին։ Հայ դեպ այստեղից փողոց ուզում է անցնել, մեկը ինձ ասում է, որ հետ արի, հետ եկա եւ տեսնեմ իմ ծանոթն է։ Զրուցեցինք, շները ամենուր են եւ արդեն մոտենում ենք այգուն, սա էլ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված քանդակ է։ Հայրը երեխաներին գրկած մեկին, մեկը նստած, մյուսը երևի թե կինն է, կարճ ասած ցավ ու մրմունջ է նշանակում, բայց նաև ոգու տոկունություն երկրաշարժից հետո վերհառնելու, գյումրեցու վստահ լինելու եւ կյանքին դրական նայելու ուժն է ցուցադրված այդ քանդակում։ Բնականաբար ցայտ աղբյուրները շատ են եւ շատ հաճելի են։ Ահա եւ փողոցը կանցնենք եւ Պոնչիկ սրճարանը կմտնենք, որը այգու հենց մեջտեղում է գտնվում։ Ահա տեսեք մեծ տարածքը սա է, այգին է, նման բացօթյա տեղերում էլ ինչքան հաճելի է նստել, լավ աշուն է։ Դե մենք երևի թե կնստենք, այո, այս հատվածում դրսում։ Այսա կնայեմ միա, մենյուն հիմա կնայեմ, բայց միշտ մենյուն նայելը, ժողովրդին ասեմ, որ եկել ենք Գյումրիի ամենահայտնի Պոնչիկ սրճարանը։ Ես Պոնչիկ շատ եմ սիրում, թխվածքներ գիտեք չեմ ուտում, բայց Պոնչիկ պիտի ուտեմ։ Պոնչիկ ուտենք, սուրճ կխմենք ու կշարունակենք մեր ճանապարհը ուսումնասիրել, հիանալ Գյումրիով, սիրելիներս։ Իսկ գյումրեցի հետևորդներս արդեն համոզված են, որ հուզված լացում են, չէ՞։ Ինչևէ, կհանդիպենք։ Կարտոֆիլով կար քանդակ է Ժորժան, արտակարգ համեղ պոնչիկներն էլ, որ այդքան գովերքում էին, արժեր, շատ համեղ էր։ Հավեսով կերանք, դուրս եկանք, հիմա քայլում ենք եւ գրավեց հենց այս դուռը եւ շենքի գույնը, որ կարծես հիշեցեց Ֆրանսիան, որտեղ որ դռների գույնը պահպանվում են դարերով։ Նայեք, տեսեք ինչքան գեղեցիկ նաեւ քանդակած դուռեր եւ հին էին, այ հենց դա էր ինձ դուր եկել։ Այսինքն այս սև տուֆով սարքած շենքերը շատ հին են, հիմնականում 17-րդ դարի սկիզբն է, իսկ այս շնիկները վերջն էին, Ժորժան ինչքան ավեսով էին, չէ՞, անտարբեր չանցա։ Ես էլ գրել են, ես եղել եմ ստեղ, ես էլ եմ եղել ստեղ։ Մի լավ զբոսնելով հասանք այս հրաշալի փողոցը, որտեղ մեքենաներ չեն անցնում, եւ սա միայն անցորդներու զբոսնելու փողոց է։ Շուրջ բոլորը տարբեր հաստատություններ են, հիմա առաջ ենք անցնում եւ ուսումնասիրում հին պատկերներն են այս սյուներին փակցված, թե ինչպիսին է եղել նախկին տեսքը եւ հիմա արդեն ինչպիսին են կառուցել։ Շատ հրաշալի է, շատ հաճելի է, մաքուր է, տարբերվող է, էլի տարբերվող է։ Ես սիրում եմ, որ ամեն քաղաք ունի իր ճարտարապետական ոճը, տարբերվում են։ Դե եղանակն էլ հաճելի է, բոլորը զբոսնում են, այս հատվածում այդքան շատ մարդ չկար, սա էլ հյուրանոցային համալիր էր փաստորեն, շունիկները նորից եւ այսպես առաջ են գնում, ուշադիր նայում եմ բոլոր շենքերին, նստարաններին, Գյումրի, մաքրությանը, ինչու՞ չէ, շատ մաքուր է, այ դրական բանը կարող ենք ասել։ Այս երիտասարդն էլ աջ կողմի շատ հետաքրքիր առաջարկ էր անում։ Հիմա ջուր խմեմ եւ մոտենամ այստեղ։ Նկարվում ենք առանց վճարելու, ինքը թերթ է տալիս մեր նկարով, հիմա ցույց կտամ միջև դուրս կգա։ Ահա, եւ ասում է, որ վերևի այս հատվածը, որ գրված է, այդ ընկերությունն է առաջարկում։ Հիմա մերը ցույց տամ։ Անգլերենով վերևը կարդան, քամի խփում չեն կարողանում կարդան, ահա եւ մեր նկարը։
հետաքրքիր թերթի հատված, շատ սիրուն էր, բնականաբար ես իմ կամքով մի քանի դրամներ տվեցի, սիրեմ գն անպակաս է, գյումրեցու լեզով ես էլ խոսեմ, սիրեմ գի մոտնել նկարվեցինք ժողովուրդ ջան, եղանակ ասում եմ հրաշք է, հավեսով, պատտվելով գնում ենք, հիմա այդ տեսնենք այստեղ ինչեր կան, էլի սիրեմ գ է, հետաքրքիր ծաղկամաններ, ասես նկարվեմ ու առանձին շրջեմ, նայեք հլը, սիրեմ գնի երևում է, պիտի որ երևա, շատ մարդ կա այս փողոցում, այս որ փողոցն էր, ինչա կոչում, Հյուսային փողոց, Աբովյան փողոց, Հյուսային փողոց, որտեղ որ Քրքորյանի արձանն է, չէ՞ այստեղ, գնանք այդ արձանն էլ տեսնենք, Քրքորյանը, գիտեք բարեգործ է, ում շնորհիվ երկրաշարժից հետո շատ շենքեր կառուցվեցին, թե Սպիտակում, թե Գյումրիում, առաջ շարժվենք, այս կողմից շրջեմ, որ տեսնեք, այստեղ դուք շատերիդ կգտնեք նման բաներ, որ ունեցել եք 80-ական թվականներին, օրինակ ես սրանից եմ ունեցել, տեսնեմ էլ ինչ կա, որ ես ունեցել եմ, չէ, երևի մենակ դրանից, ինքնա այս վառներն էլ բոլորի տներում կար, ես էլ էլի հնություններ է, մեկ ուրիշ սիրեմ գ, և արդեն փոքրիկ կոպեկներով, կարծես թե վիժեր կնեի կամուրջները այստեղ սրտերի ձևով լինեն, իհարկե նկարվեցինք այստեղ, արդեն մոտենում ենք փողոցի այս հատվածի ավարտին, մի լավ հին ուսումնասիրելով և Քրքորյանի արձանին ենք մոտենում, Քրքորյանը հայտնի հայ բարերար էր, ում շնորհիվ երկրաշարժից հետո կառուցվեցին շատ շենքեր, շատ անտուն մարդիկ երկրաշարժից հետո ունեցան բնակարաններ իր շնորհիվ այս հայրենասեր մարդու և ում հիշատակին էլ նվիրել են այս հիասքանչ արձանը, քանդակը հանուն ապագայի, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան լավ բարեգործ հայեր են եղել, դե առաջ ենք շարժվում, ուզում ենք գնալ վառեմ-մարեմներ տեսնենք ժողովուրդ ջան, իդեպ վերանորոգման փուլում էր գտնվում, որի չելենջին ես էլ եմ մասնակցել և շատ ուրախ եմ, որ պիտի այս շենքը պահպանեն, մեր պատմական ժառանգությունը պիտի պահպանվի և փոխանցվի սերնդեսերունդ, ահա այն ամեն ինչ միշտ ինձ դուր է եկել Ֆրանսիայում և որն էլ ուզում եմ տեսնել նաև իմ հայրենիքում, ամեն շենք չէ, որ պիտի քանդեն, եթե անգամ նա կիսաքանդ է ու հին է, ինչքան հետաքրքիր է, իսկ այստեղ հեռուստատեսությամբ էի տեսել և հիմա իրականում տեսա շենքի վրա նման փոքրիկ ուրեմն խաչբառերով ամեն մեկը գրում է իր անունը, տեսեք ինչքան շատ մարդ է գրել և այդ փոքրիկ քարից այդ տառերը վաճառվում էին այստեղ։ Շոր ջան, հիմա էլ եկել ենք Սև ամրոց, ես էլ եմ ինձ համար բացահայտում անում Սև ամրոցը, քանի որ երբեք չեմ եկել, հիմա գյումրեցիները կզարմանան երևի, բայց չի եկել, շատ տեղեր կային, որ էլի չի եղել, դե կարելի ասել մի քանի տեղեր եմ եղել Գյումրիում, բայց որ Սև ամրոց կար, չգիտեի, սա արդեն մի հրաշք նորություն էր, հիմա բարձրանում ենք այդտեղ և վերևից կնայենք դեպի ներքև։
այս ամրոցի այս հատվածում միշտ ջուր է լցված եղել, որ դժվար անցանելի լինի թշնամու համար, եւ սա կամուրջ է ծառայել, հիմա դե իհարկե չի բարձրանում, բարձրացել է եւ փակել են ամրոցի դռները, այսպես ասած։ Տեսեք, թե Բալասանյանների ընտանիքը այս թվականներին ինչպես է վերանորոգել այս ամրոցը։ Այստեղ ֆիլմեր են նկարահանվել եւ շատ գեղեցիկ է, ներս մտնենք, տեսնենք ինչ կա։ Իդեպ այս դպրոցական խմբերը այս օրերին ավելի շատ են հանդիպում, որովհետեւ արձակուրդներ են Հայաստանում եւս։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, կարծես թե ամֆիթատրոն լինի։ Առաջ գնանք եւ այդտեղից նայեն կենտրոնում, ասենք, կատարվող իրադարձություններ։ Ասեք, որ հրաշք է, ժողովուրդ ջան, ապշած եմ, թե այս ինչպիսի շինություն է, ինչպիսի ամրոց է, դիտակետերով դե բնականաբար, եւ ընդհանրապես ոնց է պահպանվել, չնայած վերանորոգել են, որ նման տեսք է ստացել, կարծես թանգարան հիմա լինի, չնայած այս մասում թանգարանն է, հիմա փակ է, բայց հիասքանչ է Գյումրին, Գյումրիցի հետևորդներ ջան, հատուկ ձեզ համար, տեսակ, ձեզ խոստացել էի, խոստումս կատարեցի, բայց ինձ համար էլ սա մի ուրիշ հրաշք բացահայտում էր, ապրեք դուք, որ խնդրեցիք, որ գամ այստեղ, ես եկա եւ բացահայտեցի Գյումրին ինձ համար, ինչու՞ չէ ձեզ համար, դե 16 թվականին է վերանորոգումը վերջացել, 2016, բնականաբար միգուցե մարդիկ չեն եկել այստեղ, չեն էլ տեսել, այդ իսկ պատճառով համոզված եմ, որ դուք հիացած եք ինձ հետ միասին։ Տեսեք, թե այս կողմից սև ամրոցը ինչպիսի տեսք ունի, եւ արդեն Մայր Հայաստանն էլ այսպես երևում է, շատ գեղեցիկ է։ Դե մենք շարժվենք այս հրաշք բնությունը դիտելով, չնայած կարծես թե անձրև է ուզում տեղալ դեպի Մարմաշենի վանական համալիրն են գնում տեսնելու, որը կառուցվել է 10-րդ դարում։ Գնանք տեսնենք ինչպիսին է։ Ժողովուրդ ջան, Գյումրիից դուրս ենք եկել Մարմաշեն, մի քիչ հաց կերանք այստեղ։ Ուրեմն եկեղեցիներ են տարբեր դարերում կառուցված իրար կողքի։ Էլի չեմ եղել, բայց եղանակը փոխվեց։ Սկսեց անձրև գալը։ Գնալու ենք այստեղից Հեղնար աղբյուրը, ու արդեն վերջ։ Գյումրին իր ամբողջ տարածքով տեսարժան վայրերով տեսանք, ավարտեցինք։ Հիմա եկեղեցին ցույց տամ, գործող եկեղեցի է փաստորեն։ Եվ արդեն մնաց Հեղնար աղբյուրը ցույց տամ։ Ու դրանով կավարտվի Գյումրիի տեսանյութը։ Կառուցվել է 908-ից 1029 թվականին Մարամ Պահլավոնի կողմից։ Դրսում Մարամ Պահլավոնը տապանակարն է։ Գլխավորը, որտեղ հիմա դուք գտնվում եք, կաթողիկ են, Մարամ Աստվածածինն է։ Կողքինը նմանատիպ փոքր կառույց է եղել Սուրբ Ստեփանոս նախավականում։ Հաջորդը 13-րդ դար Գրիգոր Լուսավորիչն է եղել, որը կառուցել է Մարամ Պահլավոնու ծովը Գրիգորը։ Դրսում կտեսնեք 4 սյուներ, դա եղել է Գավիթի սյուները։ Գավիթը հանդիսացել է եկեղեցու նախամուտք, նախասրը։ Այն ժամանակ բոլոր չկնքվածները այնտեղ են պատարագի մասնակցել եւ իրենց իշխանական ժողովները այնտեղ կայացել։ Իսկ մինչեւ եկեղեցիների կառուցվել այստեղ ունեցել ենք 7-րդ դար։ Կլորը դուրս գնանք, հետո կտեսնեք Սվարթնոցատի եւ վերևինը մի պատն է մնացել կարմրավոր։ Եթե հարցեր ունեք, համեցեք։ Իսկ պատերի, ասեք։ Պատերի վրա եղել են որմնանկարչություններ։ Բայց ոնց որ չեն երևում, հա, չեն եղել։ Հիմա չկա, կրականվել է, բայց հետո կարող է բացել։ Իսկ եկեղեցու անունը էդ է ուզում նա։ Հա, ասեցի։ Հա, զայնագրել եմ։ Հայ մի որ երկինս ես եղեցի անուն քո
Եկեսցե արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի սհաց մեր հանապազորը դու մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թողում մերոդ պարտապանալ եւ մի տանիր զմեսի փորձություն այդ կազմեսի չարեզի քո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն Հետո նորից արև վազելով եկանք ափսոս այդ պայն հարսանիք էր ուզում էի նկարել բայց չստացվեց իրենք էլ էին վազում մենք էլ վազում ենք բայց հիմա անձրևը կամաց դադարեց մաղում է էլի կարելի է մի ասենց հորդարատ խփեց այս այդ կողմը լիճ լիճն էլ մոտիկից ցույց տամ տեսեք ինչ հրաշք տեղեր ունենք մենք Հայաստանում մենք սովոր ենք չէ ուրիշ երկրներ գնալ այնտեղ տեսնել որևէ բան ու զարմանալ, բայց փաստորեն հրաշքը հենց մեր երկրում է։ Եկեք Հայաստան, եկեք Գյումրի, վայելեք հրաշքը, հատկապես Մարմաշեն վանական համալիրը։ Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ձեզ ասեմ, օդը այնքան մաքուր է, Ժողովուրդ ջան, այնքան մաքուր։ Մեքենաներ չկան, մեքենաների ծուխ չկա, աղտոտված չէ, շատ լավ է։ Մի խոսքով սիրելիներս վայելում ենք վերջում կգրենք մեկնաբանություններում հավանեցիք, չհավանեցիք ձեզ դուր եկավ իմ այցելած վայրերը թե ոչ չնայած որ այդտեղ չկար գրած թե լճի անունն ինչ է բայց բավականին էլ մեծ լիճ է երևի թե կուտակվել է ոնց է եղել լինում է չէ որ սարերի մեջ լճեր են լինում գոյանում բխում են այդպես գետնից միգուցե այդպիսին է Ամեն դեպքում ես դեպի լիճն եմ գնում, ձեզ հետ միասին, հիմա կշրջեմ, դիմացել տեսնում եմ, որ այդպես գիշերակաց է, երևի հյուրանոցային համալիրներ են, մտածել են, որ այդտեղ պատրաստեն, մարդիկ էլ կգան, կմնան, կարճ ասած, հիանանք հիմա։ Լիճը գտնվում է Ախուրյան գետի աճափին եւ արհեստական լիճ է, երբեմն կատակով ասում են Գյումրու ծով, դե Գյումրին ծով չունի, սա էլ իրենք այդպես են անվանում։ Ինչ գեղեցիկ տեսարան է, հիանանք այս լճակով, բնությունով, դեղնածաշունով, տեսնում եք գույները ինձել են, կարծես թե փոխանցել, ուրիշ գույնով է հիմա երևում, չէ, այստեղ։ Շատ սիրուն լճակ։ Այն որ ասում են, իսկ դուք հրաշքների հավատում եք։ Շրջան հրաշք, շատ։ Արտակարգ տպավորությամբ բարձրացա, շատ աստիճաններ էր, բայց ոչինչ, հիմա էլ արևը դուրս եկավ, գնանք Հեղնար աղբյուրը նայենք եւ արդեն ավարտենք մեր էքսկուրսիան։ Փաստորեն վերակառուցվել է այս աղբյուրը 2018 թվականին։ Ֆիլմը կարծում եմ բոլորն են տեսել, Մկրտիչ Արմենի գրած այս հետաքրքիր պատմությունը, որը էկրանավորվել է 1970 թվականին եւ մեր ժամանակների ամենալավագույն ֆիլմերից մեկն էր հանդիսանում, ահա ես փորձում եմ սեղմել այսպես, ինչպես ֆիլմում էր անում, որպեսզի ջուրը գա, բայց ջուրը ամեն մարդու համար չէ, միայն իր ամուսնու համար է։ Այսպես իդեպ այս Մարմաշեն վանական համալիրը Լեննականից Օյկների Գյումրիից 10-ից 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Իհարկե վերակառուցել են, ահա նման տեսք է ունենում այս պատմական հուշաղբյուրը, Հեղնար աղբյուրը։ Շատ լավ էր, որ տեսանք, առաջ անցնենք։ Սիրելի հետևորդներ, այսպիսով ավարտում եմ իմ տեսանյութը նվիրված Գյումրի քաղաքին, Գյումրի քաղաքի մոտակա տեսարժան վայրերին եւ իմ սիրելի հետևորդ գյումրեցիներին, որոնք այս տեսանյութը նայելով կարծում եմ մեծ բավականություն կստանան, ովքեր ապրել են այստեղ, իսկ հիմա գտնվում են օտար հեռու ափերում։
Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Պաչիկներս բոլորիդ վերջին պահին ասեմ, որ Սահականուշի նվիրած արծաթե կոմպլեկտն եմ դրել սիրելիներս, նվիրված Գյումրիին։ Սահականուշը Գյումրիից էր, ես ձեզ արդեն ասեցի։ Շունիկները, 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 շունիկները։ Ընտի մտի, ու ես Սպասը գնացի, կոչիկ։ Կորացեք ինչ եք ուս գալիս իմ մոտ, ես ես ոչ բանը չեմ տալիս շունիկներից պաղացեք,